ներկայաց պայմանավորեք ներկայացեք։ Այո։ 168 ժամ Զարուհի Դիլանյան։ Պարոն նախագահ, ձեր պրոլոգում, նաև առաջին հարցինի պատասխան, մանրամասն անդրադարձակ, ամեն դեպքում հարցադրումներ մնացին հենց այս օգոստոսի 8-ի փաստաթղթի լույսի ներքո, ինչպես է գնահատում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այս պահին ունի այս փաստաթուղթը ինչ-որ հնարավորություններ, այլընտրանքներ, որոնք չի առաջարկում օգոստոսի 8-ի փաստաթուղթը, ինչ կանեիք դուք, եթե հնարավորություն ունենայիք իշխանության գալ, այսպես ձեր թիմով, կփոխեիք արդյոք օգոստոսի 8-ի փաստաթղթի կետերը, կամ այլ առաջարկներով հանդես կգայիք, ինչը որ այստեղ եք ներկայացնում, հնարավոր է արդյոք չեղարկել այդ փաստաթուղթը այլ իշխանության պարագայում։ Եվ պարբերաբար ասում եք խաղաղության ձեր տեսլականի մասին, ամեն դեպքում խաղաղության օրակարգի մոնոպոլիան կամա թե ակամա հայտնվել է այս իշխանության ձեռքում, ինչու չի ստացվում այդ մոնոպոլիայից իշխանությանը զրկել, ինչն է խանգարում ձեզ, եւ քանի որ արտաքին քաղաքականության կտորն է, վերջին հարց, մամուլում հրապարակումներ եղան ձեր եւ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հանդիպման մասին, որքանով է դա հավաստի եւ եթե հավաստի է, ինչ եք քննարկել, Կիրիենկոյի մասին է խոսքը։ 3 հարց եղավ։ Փոխկապակցված։ Չնկատեցի փոխկապվածությունը անկեղծ ասած, նայեք։ Հիմա հիմնական հարցը ես հասկանում եմ, ինչ պետք է անել կամ ինչ դուք կանեիք։ Նայեք, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք այս ամեն ինչի հետ, իհարկե այսօր նույնիսկ երազանքի փաստաթուղթ կարելի է անվանել։ Այդ փաստաթուղթը ենթադրում էր նաև Արցախի գոյությունը։ Հիմա այս փաստաթղթի հետ կապված ընդհանրապես Միացյալ Նահանգները այն երկիրը չի, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ, հետո 1 ամիս, 2 ամիս հետո կամ 6 ամիս հետո չեղարկել, ասել չէ, չենք ընդունում եւ այլն։ Բավական դժվար է։ Չի նշանակում, որ Միացյալ Նահանգների ինչ ասի պետք է անես։ Ոչ, Միացյալ Նահանգները կտրուկ դեմ էին Իրան-Հայաստան գազամուխի կառուցման, բայց մենք կառուցեցինք։ Մի քանի պատվիրակություն հատուկ եկել էին Հայաստան, նշելու համար, ինձ հասցնելու համար այն հանգամանքը, որ իրենք դեմ են, կառուցել ենք եւ պահպանել ենք Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ, նույնիսկ հազարամյակների ծրագրի մեջ ներառված էր Հայաստանը։ Եվ ավելի ճիշտ ձևը, դիվանագիտական ձևը, ոչ թե ասել մենք սա չենք ընդունում, փորձել ես դրա մասին ասացի, պրոյեկտը մեծացնել, ցույց տալ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը ավելի մեծ պրոյեկտի մեջ։ Այնպիսի պրոյեկտի մեջ, որտեղ ներառված են նաև մեր շահերը, եւ որտեղ նվազում են ռիսկերը Միացյալ Նահանգների հետ կապված։ Որովհետև կարող է իսկապես ստեղծվել մի վիճակ, երբ օրինակ Երասխի կտորը չի կառուցվում դեպի Երասխ, դեպի Հայաստանի սահման Ադրբեջանի կողմից, եւ Միացյալ Նահանգները որևէ լծակ չունի պարտադրելու, որովհետև պայմանագրերով դա ֆիքսված չի։ Յետեք ինչ ասելու Տրամպը այդ դեպքում։ Եթե այն հեռախոսով, որի մասին ուշում էին, օրինակ զանգեն WhatsApp-ով եւ ասեն, բասենցա, ալի ոչի անում, Տրամպը ասելու է, հիասթափված եմ ալիևից։ Սրանով վերջանալու է, որովհետեւ այլ մեխանիզմներ այդ փաստաթղթի մեջ ոչինչ չկա։ Դրա համար ես առաջարկեցի ոչ թե ուղղակի մերժել, այլ հակառակը, մեծացնել պրոյեկտը, ցույց տալ իրենց հետաքրքրությունը։ Թողնել անունը, եթե մենք ենք կառուցում։ Ասել սա Տրամպի ուղին է, շնորհակալ ենք Միացյալ Նահանգների այսպիսի հետաքրքրության համար, որ միջամտել են, որ փորձում են ինչ-որ հարց լուծել։ Բայց մենք ուզում ենք, որ հարցը լուծվի բոլոր կողմերի համար, ոչ թե հարց լուծվի մեկ կողմի համար։ Այս սա է մեր։ Ու կարելի է դա անել։ Պատասխանեցի ձեր հարցին։ Հա։ Այդ արդեն 4-րդ հարցն է, հա։ Իշխանության ձեռքինը, գիտեք, հետաքրքիր է, որ պարադոքսալ է։
պատերազմ վերած մարդը խոսում է խաղաղության մասին։ Ես մեկ հարցազրույցի ժամանակ վերջերս ասել եմ։ Իսկապես 18 թվականին խաղաղությունից չէր խոսում, որտեղ կար խաղաղություն, բայց չկար խաղաղության օրակարգ։ Երբ որ խաղաղություն չի լինում, հայտնվում է խաղաղության օրակարգ։ Ինքը բերել է պատերազմ, ինքը ծնել է իր գործողություններով եւ 5000 զոհերով, 11000 վիրավորով, ինքը ծնել է խաղաղության օրակարգ։ Եվ абսուրդը նրա մեջ է, եւ ինքը փորձում է այդ օրակարգի հեղինակը լինել եւ մենաշնորհը ունենալ այդ օրակարգի վրա։ Հիմա պետք է մենք ցույց տանք, որ ուղղակի բացարձակ սուտ է։ Չկա այդպես։ Ավելին ասեմ, հիմա խոսում է, լավ, չմտնեմ այդ թեմայի մեջ, թե չգալու եմ 4-րդ հանրապետություն եւ այլն։ Եվ վերջ։ Հա։ Նայեք, ես մեկ ամիս առաջ եղել եմ Մոսկվայում։ Մոտ մեկ ամիս առաջ եղել եմ ընդամենը 2 օր շաբաթ կիրակի։ Մասնավոր ազնական ինչ-որ հարցերով։ Եվ վերադարձել եմ երկուշաբթի օրը, կեսօրին։ Եթե պաշտոնական հանդիպումների նպատակ ունենայի, կամ եթե դիմեի, երևի այլ օրեր շաբաթվա ընթացքում կընտրեի։ Բայց ես հասկանում եմ, որ երբ ես հայտնվում եմ Մոսկվայում, անպայման նման կարգի, այսպես, օրեր տարածվելու են։